Հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի մասին, չնայած հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը դեռ մնում է չստորագրված, ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են պնդել, թե իրենք խաղաղություն են ուզում ու իրենք են այդ պայմանագրի նախաձեռնողը։ Ուրբաթ այդպիսի պնդումներ է արել Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպման ժամանակ։ Դե ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունի, հայտարարել է Բայրամովը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Reuters-ի ընդված հարցազրույցում շեշտել է, որ վերջնական պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտը Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջն է, թեև երկու երկրներն արդեն իսկ ապրում են իրական խաղաղության պայմաններում եւ անգամ վերականգնում են առևտրային կապերը։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Ողջույն Արման։ Ողջույն Լիլիթ։ Արման, ինչպես կմեկնաբանես պաշտոնական Բաքվից հնչող այս հայտարարությունները, որն է դրանց ենթատեքստը։ Լիլիթ, Բաքուն շարունակում է քաղաքական կոշտ դիկտատորի եւ ճնշումների մարտավարությունը, թեպետ արտաքին լսարանի համար Ադրբեջանը շրջանառում է իրական եւ դե ֆակտո խաղաղության մասին թեզը։ Հաջիևը հիշեցրել է Հայաստանի սահմանադրության նախաբանի մասին, որում ընդգրկված անկախության հռչակագրում Արցախի հետ վերամիավորման մասին կետ կա։ Այսինքն պաշտոնական Բաքվի ռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել եւ պաշտոնական Երևանի առաջ դրված է ուղղակի պահանջ կամ ընդունել նոր սահմանադրություն կամ գտնել այլ իրավական մեխանիզմ այդ դրույթները հեռացնելու համար։ Այլապես վերջնական պայմանագիր չի ստորագրվի։ Ըստ էության ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ նույն դիրքորոշումն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջերհուն Բայրամովը եւ փաստացի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելով Բաքուն իր հերթական քաղաքական պահանջների կատարման համար շանտաժի է ենթարկում Երևանին։ Ընդ որում Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի հանդեպ տարածքային ու պատմական հավակնություններից, ինչը լիովին հակասում է նրանց հռչակած դե ֆակտո խաղաղության պատրանքին։ Արման, թեև Բաքուն պնդում է, որ տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո խաղաղություն է հաստատվել, բայց միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան նոյեմբերին պատրաստվում են Հավերժություն 2026 համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացնել, ինչով է սա բացատրվում։ Սա ցույց է տալիս, որ Բաքվի պատկերացրած խաղաղությունը հիմնված է ոչ թե փոխադարձ վստահության, այլ սեփական ռազմական գերակայության եւ ենթակառուցվածքների վերահսկողության վրա։ Ըստ պաշտոնական տեղեկությունների Eternity 2026 զորավարժության սցենարը ռազմավարական օբյեկտների եւ տրանսպորտային ուղիների մարտավարական պաշտպանությունն է, որն ունի հստակ նպատակներ։ Ադրբեջանը Թուրքիայի եւ Վրաստանի հետ ռազմական համագործակցության միջոցով փորձում է ամրապնդել իր դիրքերը որպես տարածաշրջանի գլխավոր լոգիստիկ հանգույց, զուգահեռ բանակցելով ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Իսկ զորավարժություններում Ադրբեջանի երկաթուղու եւ ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության ներգրավումն ապացուցում է, որ Բաքուն պատրաստվում է ենթակառուցվածքների երկարատև ռազմականացման։ Արման, այս շաբաթ եւս մեկ թեմա ակտիվ քննարկվեց Իսրայելի կառավարության հայոց ցեղասպանության ճանաչումից հետո փորձագետները ենթադրություններ էին անում, որ հնարավոր է այս երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվի, բայց տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները շարունակում են կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Իսրայել, ինչ իրավիճակ է այս ճակատում։ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները խորքային ռազմավարական բնույթ են կրում Լիլիթ եւ քաղաքական ռետորաբանությունը չի կարող ազդել դրանց հիմքերի վրա։ Թեև հայոց ցեղասպանության թեմայով Իսրայելի խորհրդարանական քննարկումները դժգոհություն առաջացրին Բաքվում, ադրբեջանական կողմը սահմանափակվեց միայն զուսպ դիվանագիտական ակնարկներով։ Ադրբեջանական Silkway ավիաընկերության բեռնատար թռիչքների շարունակականությունը հստակ փաստում է, որ ռազմատեխնիկական եւ լոգիստիկ համագործակցությունը չի դադարել Բաքվի եւ Թել Ավիվի միջև։ Թե կոնկրետ ինչ է տեղափոխվում այդ ինքնաթիռներով, պաշտոնապես չի հայտարարվում, սակայն ակնհայտ է, որ Իսրայելը մնում է Ադրբեջանի ռազմական արդիականացման եւ անվտանգային համակարգի առանցքային գործընկերներից մեկը եւ երկու երկրների ռազմավարական շահերը գերակայում են ցանկացած քաղաքական տարաձայնության նկատմամբ։ Շնորհակալություն Արման, սիրելի հեռուստադիտողներ, մենք զրուցում էինք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։